ընթերցանություն, գրքեր, շատ թույն փառատոն, իհարկե սա շատ կարևոր է յուրաքանչյուրիս կյանքում, բայց ունենք եւս մի շատ կարևոր թեմա, որի մասին ես վստահ եմ, որ գնալով ժամանակները փոխվելով մենք շատ ավելի շատ ենք խոսելու ու շատ արդի թեմա է սա։ Եվ այսպես MIT կրթական, ինժեներական եւ փորձարարական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է օդագնացներ տեխնոլոգիական ճամբարի մեկնարկի մասին, որը 2026 թվականին համախմբի տեխնոլոգիաներով, ավիացիայով, ինժեներիայով եւ նորարարությամբ հետաքրքրված երիտասարդներին։ Ճամբարի նպատակների, ծրագրի, ինչ է սպասվում առասարակ երիտասարդներին, ինչպես մասնակցել եւ ինչ անհրաժեշտ, կպարզենք մեր հյուրերից։ Մեր հյուրերն են Նելի Մուրադյանը, օդագնացներ կրթական ծրագրի պատասխանատու, բարի լույս, եւ MIT կրթական, ինժեներական եւ փորձարարական կենտրոն ՀԿ-ի նախագահ Խաչատուրը Թադևոսյան։ Բարի լույս։ Իրականում այս թեման հիմա օրինակ որ մենք նշեցինք, հա, ինչից ենք խոսել, բոլորին կթվա թե առաջին հերթին օդագնացներ, всё, դա վերաբերվում է պաշտպանություն, անվտանգություն, բայց սա ավելի կարևոր թիրախային թեմաներ կան լոգիստիկ, քաղաքացիական, արդյոք մենք ճիշտ ենք հասկացել։ Այո, շատ ճիշտ եք հասկացել։ Իրականում այո, առաջի ասոցիացիան հենց գրում է պաշտպանական տեխնոլոգիաներին, բայց իրականում դա երևի շատ փոքր կոմպոնենտն է, չգիտեմ տոկոսային չեմ ուզենա թվերով նշել, բայց իհարկե ժամանակակից աշխարհը հիմա չգիտեմ շատ շուտով տաքսիներն են օդ բարձրանալու, առաքումների եւ այլնի մասին խոսել անիմաստ է ու այդ ոլորտում թիրախավորվելը հիմա նոր մասնագիտություն ընտրող սերունդին այդ ուղղությամբ ինչ որ ուղղորդելը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ, շատ մեծ շուկա կարող է բացել իր առաջ նմանատիպ ճամբարները, նմանատիպ միջոցառումները։ Ինչով է այս ծրագիրը տարբերվում Հայաստանում գործող մյուս կրթական ճամբարներից։ Հայաստանում այդպես չի առանձնացնի, ուղղակի երևի չգիտեմ, նոր ասում են աշխարհում առաջի անգամ, ես երևի հենց դա է, շնորհիվ արդեն երրորդ անգամ ենք անում, բայց վաղ տարիքում 12-13 տարեկանից ընտրել մասնագիտություն, որը նաև այսպես մոտիվացնող է, հա, անընդհատ այդ օդի հետ կապվելը մարդկանց լրիվ ուրիշ ուղղվածությամբ է այսպես բան անում, անընդհատ սովորեցնում է զարգանալ, ինքնուրույն կրթվել, ինչ որ արդյունքներ գրանցել, իր հիմնական թիրախն է, որ անընդհատ այսպես ոնց որ մեջը մարդում իր այսպես լույս կայծ պահում է, անընդհատ ավելին ցկտելու, առաջ գնալու։ Ինքը այն սովորական չգիտեմ, շարքային ասես մասնագիտությունների համեմատ անընդհատ զարգանալու աճելու տեղ կա, հա, սկսած, չգիտեմ, թեկուզ ինչ որ թունաքիմիկատներ սփռելուց, հա, մինչև օդագնացությամբ զբաղվելը, նույն օդապարուգներով, չգիտեմ, օդապարիգներով, ինքնաթիռներով, քաղաքացիական, սպորտային ամեն տեսակ, էլի, այսինքն անընդհատ զարգանալու տեղ կա, էլի, էլ չեմ ասում, որ կարող են նույն ուղղությամբ շարունակեն ինչ որ տեզերական տեխնոլոգիաների ուղղությամբ հրթիռաշինության ոլորտում ինչ որ բան ունենան։ Այս տարի մասնակիցները մոտ 120-130 են լինելու, բայց իհարկե ձեր նպատակը վերջնական 500 թիվն է։ Ինչու է 120 եւ ինչու 500։ Ուսումնասիրությունները ցույց են տվել եւ MIT կրթական կենտրոնը արդեն 10 տարի է ինչ ոլորտում է եւ փորձառու մասնագետները անընդհատ երիտասարդների հետ աշխատելով եւ անընդհատ մասնագետներ վերապատրաստելով հասել ենք այն կետին, որ հասկացել ենք Հայաստանում եթե ունենանք 500 օդագնացներ, թռչող սարքեր կառավարող, պատրաստող եւ նախագծող մասնագետներ, մենք Հայաստանի թե պաշտպանության, թե լոգիստիկ խնդիրների մասով ընդհանրապես խնդիր չենք ունենա, այսինքն 500 բանակ ուղարկում ենք արդեն պատրաստի մասնագետներ։ Այո, այսինքն 500 օդագնաց նշանակում է ունենալ առնվազն 125 համայնքներում պատրաստի օդաչուներ, ովքեր ցանկացած իրավիճակում կարող են արագ օգնության հասնել։ Նույն արտակարգ իրավիճակներում որևէ աղետ տեղ ունենալու դեպքում, չգիտեմ, ջրեղեղ կլինի, ինչ-որ փլուզումներ կլինի, թեկուզ որոնողական աշխատանքներ կատարելուց մենք կարող ենք արագ օպերատորներին ուղարկել եւ հասցնել օգնության, էլի, բայց գլխավոր միտքը իրականում դա չէ, մեր ամենագլխավոր նպատակը այն է, որ մենք Հայաստանի բոլոր համայնքներում առաջիկա 4 տարվա նպատակը դրված է 125 համայնք 500 օդագնաց, բայց մեր առաքելությունը եւ գլխավոր նպատակը այն է, տեսլական եւ գլխավոր նպատակը այն է, որ ունենանք
բոլոր մարզերում երիտասարդ թիմեր, որոնք անընդհատ մեր տված գիտելիքները կաճեցնեն ու պրակտիկ աշխատանքներ տանելով կհաջողեն եւ ոլորտում կդառնան ոչ միայն առաջատար մասնագետներ, այլև խնդիրներ լուծողներ։ Եվ հենց կրթական ծրագիրը իրենից տարբերվում է նրանով, որ կրթական ծրագրի մեջ ներառվում է ոչ միայն տեխնոճամբար, այլ նաև տեխնոճամբարից հետո մենք երիտասարդների հետ կապը պահում ենք եւ կազմակերպում ենք այլ տեխնոլոգիական միջոցառումներ, այդ թվում մրցույթներ, որոնց ընթացքում ճամբարի ընթացքում ստացած գիտելիքները կիրառում են եւ նաև որոշակի մրցանակային տեղեր են զբաղեցնում ու մրցանակներ ստանում։ Դրանից հետո կազմակերպում ենք ցուցադրություններ, այցելություններ իրենց համայնքներ եւ այսպես անընդհատ կապը պահելով ու իրենց հետ շարունակական աշխատանք տանելով փորձում ենք հասնել այն կետին, որ այդ երիտասարդները փուլ առ փուլ աճելով, ամեն տարի ճամբարներին գալ ու մասնակցելով կարողանան մեզնից արդեն ինքնուրույն առանձին ֆինանսապես անկախ գործել որպես թե փոքրիկ խմբակներ եւ թե որպես կառույցներ։ Իսկ որ տարիքային խմբի երիտասարդները կարող են մասնակցել։ Թիմային անվանակարգում, ճամբարային թիմային մասնակցության համար պարտադիր պետք է լինել 14-ից 18 տարեկան։ Թիմային մասնակցության գրանցման հայտերը փակվեցին ընդամենը 2 օր առաջ, սակայն ունենք նաև անհատական մասնակցության ձևաչափ, որի հայտերը բացելու ենք արդեն վաղը, եւ այս տարիքային խումբը շեմը սահմանվում է 12 տարեկանից բարձր, 12 տարեկանից բարձր մինչև 18 տարեկան ցանկացողները կարող են մասնակցել։ Իսկ ինչպես է կընտրել, այսինքն ինչ-որ սկզբնական ինչ-որ գիտելիք պետք է, ինչ գիտելիք է պետք է այսինքն։ Առանձնապես գիտելիք պետք չէ, ամենակարևոր պայմաններից մեկը այն է, որ հետաքրքրված լինեն։ Մենք ամեն ինչը զրոյից սովորեցնում ենք, բայց միջև ճամբարին մասնակցելը մենք երկու փոքրիկ փուլեր ենք անցկացնում, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք աշխատելու երիտասարդների հետ։ Առաջին փուլը դա հարցազրույցների փուլն է, երբ որ տվյալները գրանցվում են, մենք իրենց հետ դեմարտեմ հանդիպում ենք ունենում կամ on-line ձևաչափով եւ հարցազրույցների փուլից հետո արդեն փոքրիկ առաջադրանքներ ենք տրամադրում, որպեսզի հասկանանք ինչ խմբերի ենք բաժանելու, ինչպես ենք աշխատելու, այսպես։ Իսկ նախորդ ծրագրերից ունեք հաջողության ինչ-որ պատմություններ, որոնցով հատկապես հպարտանում եք եւ կուզեք կիսվել։ Իհարկե, օրինակ թիմեր ենք ունեցել, այսպես իրանք վերադառնալով իրենց համայնքներ, այստեղ մի հատ փոքրիկ հստակեցնում անեմ, որ բարձրի ամեն թիմը մի անգամ չի գալիս ճամբար, հա, իրանք 4 տարի անընդմեջ գալիս են։ Իհարկե, եթե տարվա ընթացքում որոշակի առաջադրանքներ են կատարում թիմով, ինչ որ հաջողությունների է հասնում, հա, այսինքն աճ կա մոդները, ու իրանք հետաքրքրվածություն են ցուցաբերում, հաջորդ ճամբարին նույնպես գալիս են իրանք։ Այդպես մեր ճամբարականներից մի թիմ Ռանշպարի թիմը, եթե չեմ սխալվում, չէ, Ռանշպարի թիմը 40 հոգու իրենց համայնքում սովորեցել էր թռչող սարքեր կառավարել։ Այդ մեր կենտրոնը որբիսի դա կազմակերպի, ահռելի մեծ գումարներ պետք է ծախսի, էլի, բայց այդ երեխեքը ոնց որ այն որ օտից այդքան բան էին, այդքան արժեք էին ստեղծել, այդ ոնց որ մեզ համար ամենամեծ արդյունքն է, էլի, այսինքն եթե գոնե կգրնապատկվի այն մարդկանց քանակը, ում հետ մենք աշխատում ենք, այդ շատ մեծ արդյունք կարող է տալ, էլի, որբիսի ցանկացած ոլորտում է այդպես, որբիսի ինչ որ արժեք ստեղծվի, չգիտեմ, տեսարակնացության մեջ, ծրագրավորման մեջ, բժշկության մեջ շատ կարևոր է որ այդ մասին մտածեն մեծ թվով մարդիկ, էլի, ինչ որ համայնք պետք է ձևավորվի, եթե այդ համայնքը չի ձևավորվում, շատ դժվար է ինչ որ անհատների կողմից այդ ինչ որ լուրջ արդյունքների հասնել, էլի, պետք է շատ մարդիկ այդ ուղղությամբ մտածեն, որբիսի, չգիտեմ, համայնքը զարգանա, այդ համայնքը զարգանա ու ինչ որ հավելյալ արդյունք ստեղծվի։ Դրա համար մենք փորձում ենք այսպես երեխեքին մոտիվացնել, որ իրանք ինքնուրույն լինեն ու ամենակարևորը մեզնից անկախ լինեն։ Մենք կապը պահում ենք իրանց հետ զուտ անվտանգության ինչ որ նորմեր ապահովելու համար, որովհետև ինչքան էլ որ բնակավարը հետաքրքիր է, ինք էլ շատ ռիսկեր է պարունակում, ամենապարզ կարող եմ ասում, որ ճիշտ է ինքնաթիռները սկզբնական շրջանում շատ թեթև այսպես բան նյութերից են կախված մարդու վնաս չեն հասցնում, բայց օրինակ կարող են ունեն մեկի արդը ու ամբողջ, չգիտեմ, ծորենի արդը վառվի, այդ շատ մեծ կորուստներ է։ Այնպես որ ամեն ձև փորձում ենք այդ երեխեքի մոտ նաև զարգացնել այդ անհատական պատասխանատվության, չգիտեմ, գիտակցումը, ամեն ինչ, որ իրանք այնպես չլինի իրանց, ասենք, ամեն փոքր քայլի պատճառով կարողանան լուրջ խնդիրների բախվեն ու տակից դուրս չգան թե իրանք թե մենք։
Իսկ նյութերը, դետալները, այսինքն դուք եք տրամադրում երեխաներին, թե ինչպես է դարվում։ Նյութերը ոնց որ միտքերտական կենտրոնը արդեն 10 տարի է ոլորտում է ու ինքը այսպես կիսաֆաբրիկատներ ունի արտադրած, մտածած, որոնք որ ցանկացած այդ ինքնաթիռները, որոնք որ մենք տրամադրում ենք երեխեքին, հավաքածուները, ոնց որ ինչ որ քանակություն է սահմանափակ ու այն նյութերը, որոնք անհրաժեշտ են այդ ամեն ինչը վերանորոգելու, նորից թռցնելու, կարելի է գտնել, չգիտեմ, ցանկացած տեղատանը, ցանկացած շինանյութի խանութում, էլի, այսինքն այնպես է մտածված, որ ամեն ինչ շատ հասանելի լինի, այսինքն գյուղում ինքնաթիռ սարքելը լրիվ իրատեսական է ու ցանկացած երեխա, չգիտեմ, ծախսելով, եթե մեր տված արդեն կոդրվել է, ծախսվելով 4-500 դրամ, ինքը կարող է իր ինքնաթիռը նորից թռցնի, 0-ից հավաքի ու թռցնի։ Այս ոնց որ ամենամեծ բանը, գործը, որ արված է տարիների ընթացքում, դա որ ինքը շատ հեշտ վերարտադրվող պրոդուկտ է մտածած։ Իսկ ճամբարի ընթացքում երիտասարդները ոլորտի առաջատարների հետ հանդիպելու են կա նման։ Իհարկե, իրենք ճամբարի ընթացքում ունենում ենք թռիչքները ռազմական ինքնաթիռներով, իրանք ականատես են լինում, շատ այսպես շատ չեմ կնապացել, որտեղ հակին փակ բաներ կան։ Նաև քաղաքային տարի նախատեսել են քաղաքացիական ավիացիայից օտաչուների ներգրավվածություն, ու իրանք այսպես շատ բազմակողմանի են փորձում գիտելիքներ տալել, ինչ որ 4-րդ փուլի ավարտին իրենք պետք է կարողանան ինչ որ ստարտափեր հիմնել, աշխատել ու նաև այդ փափուկ հմտություններն ենք փորձում իրենց փոխանցել, որպեսզի կարողանան այդ իրենց, չգիտեմ, 4 տեխնիկական գիտելիքները նաև կարողանան ինչ որ բիզնեսի վերածել, ինչ որ անկախություն ձեռք բերել։ Այսինքն սա կարող ենք համարել առաջին քայլը ինժեներների, օդաչուների ապագա, այսպես կարող ենք ասել։ Իրականում շատ կարևոր է, երբ որ շատ վաղ տարիքից են սկսում, օրինակ ես այս ոլորտով զբաղվել եմ երևի 30 տարեկանից, արդեն 10 տարի կլինի, եթե ես դրանով սկսեի զբաղվել, չգիտեմ, հնարավորություն ունենայի 10 տարեկանից, 20 տարեկանից, անգամ 25-ից շատ ավելի մեծ արդյունքներ կգրանցենք, էլի, հիմա ոչ թե 500 հոգի գտնենք թիրախը ճամբարականների 4 տարվա մեջ, այլ տնենք, չգիտեմ, 5000 հոգի։ Այդ մի տարի շուտ սկսել է չափազանց կարևոր է, էլի, նամանավանդ երբ որ իրենք դեռ նոր են մասնագիտություն ընտրելու, մենք բոլորս հիմնականում մասնագիտություն ընտրում ենք կամ ծնողի խորհրդով կամ չգիտեմ համալսարանի ռեյտինգով, հա, ու այդ հիմնականում 0 արդյունք է տալիս, բայց երբ որ դու գիտակցված գնում ես ինչ-որ բու քո այդ ուղղվածությունը զարգացնելու, դու նաև բուին ես շատ մեծ օգուտ տալիս ու այդ բուն է ուժեղանում, հա։ Այնպես փորձում ենք ամենտեղ մի փոքր լրացնել, որպեսզի ունենանք, չգիտեմ, գեղեցիկ, սիրուն, հզոր հայրենիք։ Այսինքն ճիշտ հասկացանք, թե հիմնականում մենթորներ ասվածները, հա, իրանք օթագնացության հետ հիմնականում կապ ունեցող մարդիկ են, թե այլ ոլորտներից էլ եք ներգրավում մարդկանց, որոնք կրկին իրենց մեծ ազդեցությունը կունենան երեխաների պատկերացումների ու աշխատանքի վրա։ Իրականում ոչ միայն ու հիմնականում ներգրաված են օդաչուներ, սակայն մենք իրականացնում ենք նաև այլ փորձառու մասնագետների հետ հանդիպումներ, որոնց այդ շփման արդյունքում երեխաների մեջ ամրապնդվում է նաև հայրենիքի հետ մշակութային կապը, այսինքն միևնույն ժամանակ նաև զարգացնում ենք իրենց փափուկ հմտությունները, նույն ինչպես Խաչատուրը նշեց, պատասխանատվության, նույն թիմային աշխատանքի մեջ դրսևորվելու, այսինքն մենք փորձում ենք միանգամից, այո, որովհետև ինչքան էլ որպես մասնագետ կայանան, նախ պիտի որպես հավասարակշռված, այո, պիտանի մարդ կայանան ու այս նպատակին նաև հասնելու համար ճամբարի օրակարգի մեջ այլ միջոցառումներ եւս նախատեսում ենք, բացի փորձառու մասնագետների հետ փորձի փոխանակումներից, ճամբարի օրակարգում ներառում ենք նաև պրակտիկ ու գործնական դասընթացներ, որոնց տեսական եւ գործնական դասընթացներ, որոնց ընթացքում իրենց ձեռքի մոտորիկան է զարգանում, իրենց գլուխն է սկսում աշխատեցնել, սա եւս շատ կարեւոր է, եւ բացի դրանից նաեւ սպորտային ու մշակութային այլ միջոցառումներ են կազմակերպում, օրինակ ազգային պարերի, սպորտային բակային իշեր խաղեր են կազմակերպում ու նաեւ առաջին բուժօգնության դասընթացներ են կազմակերպում, որոնց ընթացքում է սովորում են ինչպես առաջին հենց վարքյաններին օգնության հասնել, այսինքն փորձում ենք մի քանի ուղղություններով միանգամից զինել երեխաներին, թե կրթությամբ, թե ֆիզիկապես պատրաստ
պահել եւ շատ կարեւոր մի նախապայման նշեմ, որը չնշեցինք, ճամբարը վրանային է ու սա ամենաշատն է կոփում երեխաներին, այսինքն առաջին տարին մի քիչ դժվար է, որովհետեւ դե վրան է, անհարմար է եւ այլն, բայց այս գործընթացը շատ հետաքրքիր է։ Առաջին 2 օրը բողոքում են, դրանից հետո արդեն այս գործընթացների մեջ գտնվելը շատ հետաքրքիր ու հաճելի է դառնում, որովհետեւ նոր ընկերների հետ են ծանոթանում, տեսնում են, որ իրենք մենակ չեն, էլի հետաքրքրված երեխեք կան ու այս անընդհատ տարաբնույթ միջոցառումները մենք անակնկալներ ենք մատուցում շատ երեխաներին։ Աղջիկները շատ են։ Հա, նախորդ տարիների համեմատ ուրախությունները այս տարի շատ են։ Օրինակ, մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ ունենք մեկ աղջիկների թիմ, որը արդեն 3-րդ տարին է գալու մասնակցելու տեխնոճամփային եւ տղաների հետ հավեսար այսպես առաջ են գնում։ Այս տարի Այստեղ գազկով տղաները զիջում են։ Այո։ Միանշանակ հատկապես ինչը վերաբերվում է պատասխանատվություն եւ նախաձեռնողականությունը վերցնելուն, այդտեղ տղաները զիջում են դեռ։ Այս տարի մոտ 3-ից 4 թիմեր ունենք, որ աղջիկները գրանցվել են։ Սա ինձ համար շատ ուրախալի փաստ է։ Վաու։ Դե ես կարծում եմ, որ սա նաև կլինի որոշ ժամանակ անց, իմ կարծիքով նաև նպատակների ցուցակում, այսպես ասած, այդ ուղղությունն էլ կա երեխաների հետագայում ֆանտաստիկ պրոյեկտներից մեկը նույնիսկ միջազգային շուկա հանելու, որովհետև բացի այն, որ մեծ օգուտ կլինի Հայաստանի Հանրապետությանը, մեր հայրենիքին, նաև սա լավ հնարավորություն է մեզ ցույց տալու եւ իհարկե սա բիզնեսի տեսանկյունից նայելով իհարկե հանել միջազգային շուկա։ Այո, իհարկե։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Ձեզ լավ օր, այո։ Օգոստոսի 1-ից 8-ն է դատևում։ Դե արդեն ուշացել եք, սիրելիներս, կարծում եմ մյուս տարի դուք հայտնվեք դիմողների Բայց վաղ ունեն հնարավորություն։ Այո, թիմային մասնակցության հայտերը փակվել են, բայց անհատական մասնակցության հայտերը արդեն բացվելու են վաղը եւ անհատական մասնակցության համար դեռ հնարավորություն կա Որտեղ դիմելու։ այցել են ինֆորմացիայի հետ կապված։ Այցելեք մեր Facebook-յան կամ Instagram-յան էջեր Միտ կրթական կենտրոն Mind Center NGO եւ այնտեղ ամբողջը մեր էջում օթագենեզների մասին ինֆորմացիան է հաստատ կգտնեն։ Գրանցման հողում կլինի եւ այնտեղով արդեն մնացած ինֆորմացիան կիմանան։ Շատ լավ։ Սոս մենք չենք կարող։ Ես չեմ հասկանում։ Մեր հյուրերն են օթագնացներ կրթական ծրագրի պատասխանատու Նելի Մուրադյանը եւ Միտ կրթական ինժեներական եւ փորձարարական կենտրոն ՀԿ-ի նախագահ Խաչատուր Թադևոսյանը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Այսքանով լույս առավոտին ավարտվեց, մենք հանդիպենք վաղը կրկին լավ հյուրերով, հետաքրքիր թեմաներով, լավ երաժշտությամբ եւ ամենակարևորը լավ տրամադրությամբ։ Լավ մնացեք։